Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ձայների գրեթե 100%-ի հաշվարկից հետո առաջին տեղում է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի Եվրոպամետ գործողություն եւ հաշվետվություն կուսակցությունը հավաքել է ձայների 50.3%, երկրորդ տեղն է զբաղեցել Իգոր Դոդնի գլխավորած ռուսամետ հայրենասիրական դաշինքը, հավաքել է 24.26%, մայրաքաղաքի քաղաքապետի գլխավորած այլընտրանք դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը եւ զբաղեցնում է երրորդ տեղը, հավաքել է 7.99%, մեր կուսակցությունը չորրորդ տեղում է, հավաքել է 6.21%, արժանապատվություն եւ ճշմարտություն հարթակ կուսակցությունը 5-րդ տեղում է եւ զբաղեցրել է 5.63%։ Ընտրատեղամասերի փակվելուց հետո Մոլդովայի խորհրդարանի խոսնակ եւ գործողություն եւ հաշվետվություն կուսակցության առաջնորդ Իգոր Գրուսոն շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին խորհրդարանական ընտրությունների մասնակցելու համար։ Գրուսոյի խոսքով սեպտեմբերի 28-ի ընտրությունները մեծ նշանակություն ունեն Մոլդովայի համար եւ կորոշեն երկրի ապագան ոչ միայն առաջիկա 4 տարիների, այլև երկար տարիների համար։ Նրա խոսքով քաղաքական կուսակցությունները գործում են իրենց շահերից ելնելով եւ փորձում են անկայունացնել իրավիճակը։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկին զուգահեռ հայրենասիրական դաշինքի առաջնորդները Իգոր Դոնդոնը եւ Վասիլի Դարլևը մի քանի կողմնակիցների հետ միասին հավաքվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց։ Նրանք պահանջել են, որ հանձնաժողովը արդարացիորեն հաշվարկի ձայները։ Հանրահավաքը տևել է 10 րոպեից պակաս։ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մնացել է ընդամենը մի քանի օր։ Կառավարության որոշ հակառակորդներ խոսում են խաղաղ տապալման ծրագրի մասին, իսկ մյուսները ընտրությունների միջոցով վրացական երազանքը պարտության մատնելու մասին։ Ընդդիմության որոշ անդամներ հեռանում են արմատական ծրագրերից եւ ընտրությունները համարում են պայքարի կարևոր միջոց։ Գիրչին երկմտանքով է մոտենում նախատեսված բողոքի ակցիաներին։ Ազգային շարժումը արգելելու սահմանադրական հայցի նախապատրաստումը դեռևս գնահատման թեմա է։ Գախարի հանուն Վրաստանի կուսակցության առաջնորդները կարծում են, որ ազգային շարժումը իշխող թիմի օժանդակողակն է եւ որ երազանքը իրականում չի ցանկանում դրանք վերցնել։ Մյուս կողմից իշխող թիմը խոսում է նախորդ կառավարության կողմից երկրի եւ նրա քաղաքացիների դեմ կատարած հանցագործությունների մասին եւ կարծում է, որ քննչական հանձնաժողովի կողմից պատրաստված փաստաթուղթը պատմական է եւ լավ է արտացոլում ազգային շարժման կողմից կատարված գործողությունները։ Արվարձանային Գլդանի փոքրիկ լճի շրջակայքում կազմակերպվել է նոր հանգստի գոտի։ Թբիլիսիի քաղաքապետ Կախակալաձեն այցելել է հանգստի գոտի եւ ելույթ ունեցել քաղաքացիների առջև։ Նշված նախագիծը պատրաստվել է քաղաքացիների ներգրավմամբ։ Նախագծի շրջանակներում մոտ 8 հեկտար տարածքում, որից 5 հեկտարը այգի է, կազմակերպվել է զբոսանքի եւ հեծանվային արահետներ, սպորտային եւ մանկական խաղահրապարակներ։ Լճի վրա տեղադրվել է նավամատույց, որը թույլ է տալիս այցելուներին դիտարկել շրջակա միջավայրը եւ թռչուններին։ «2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների, կատարիր ընտրություն, քո ձայնը կարևոր է, ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։